Ըստ խնդրի անտառում կա 15 գայլ, 21 առյուծ և 29 այծ։ Անտառը կախարդական է, և երբ առյուծը հանդիպում է այծի, նրան ուտում է և դառնում գայլ։ Երբ առյուծը հանդիպում է գայլի, նրան է ուտում և դառնում այծ, իսկ երբ գայլը հանդիպում է այծի, նրան ուտում է և դառնում առյուծ։ Խնդիրը պահանջում է գտնել, թե կարող է ի վերջո անտառում մնալ մեկ կենդանի։ Նախ եկեք նորմալ ձևով ավելի պատկերենք մեր տվյալները, որովհետև այսպես մի քիչ խառն է ամեն ինչ, ու բացի դրանից հասկանանք ինչպես է առհասարակ նվազում կենդանիների քանակը մեզ մոտ, ինչպես է ամեն ինչ աշխատում, դրա համար պետք է ուղղակի նորմալ պատկերել։ Եկեք առաջին սյունում թող լինեն մեզ մոտ գայլերը, և նրանք 15-ն են, երկրորդ սյունում թող լինեն առյուծները, նրանք 21-ն են, և երրորդ սյունում թող լինեն այծերը, նրանք 29-ն են։ Շատ լավ, ինչպես են մեզ մոտ գայլերը լինում։ Առյուծը հանդիպում է այծի, ուտում է նրան և դառնում գայլ։ Ահա այս հանդիպումը եղավ, առյուծը հանդիպեց այծի, ինչ ստացվեց, նա կերավ այծին, ուստի այծերի քանակը մեկով քչացավ և դարձավ գայլ, այսինքն առյուծներից նույնպես մեկով պակասեց և ավելացավ գայլերին, որովհետև նա դարձավ գայլ։ Ահա, սա եղավ այն դեպքում, երբ առյուծը այծին հանդիպեց։ Հիմա, երբ առյուծը հանդիպում է գայլին, նրան ուտում է և դառնում այծ։ Առյուծը հանդիպեց գայլին, կերավ գայլին, այսինքն մի գայլ մեզ մոտ քչացավ, առյուծը դարձավ այծ, այսինքն մի առյուծ մեզ մոտ քչացավ և այծերի քանակը ավելացավ։ Դա լինում է այն ժամանակ, երբ առյուծը հանդիպում է գայլին։ Եվ երբ գայլը հանդիպում է այծին, նրան ուտում է և դառնում առյուծ, այսինքն գայլն ու այծն են մեզ մոտ լինում այս դեպքում, դե գայլը ուտում է այծին, հետևաբար այծերի քանակը մեկով քչանում է, իսկ նա վերածվում է առյուծի, հետևաբար գայլերի քանակը նույնպես մեկով քչանում է և արդեն առյուծների քանակն է մեկով ավելանում, իսկ սա այն իրավիճակն էր, երբ գայլը հանդիպում է այծին։ Շատ լավ, յուրաքանչյուր իրավիճակ նկարագրեցինք։ Նկատենք, որ ամեն իրավիճակում երկուսով քչանում են մեզ մոտ կենդանիների քանակը և մեկով ավելանում է, ուստի մեզ մոտ ընդհանուր կենդանիների քանակը քչանում է մեկով։ Շատ լավ։ Հիմա ինչ է մեզնից պահանջվում գտնել։ Կարող է ի վերջո անտառում մնալ մեկ կենդանի, այսինքն ինչ է նշանակում մեկ կենդանի, պետք է ստանանք իրավիճակ 0-0 և մեկ կենդանի ինչ-որ դիրքում։ Տեսեք, այստեղ 15 էր, 21 էր և 29 էր։ Հետևյալ կերպ քայլերով գալիս ենք, ինչ-որ քայլեր անց, կարող է արդյոք լինել կամ 0-0-1, կամ 0-1-0, կամ 1-0-0։ Դրանցից որևէ մեկը։ Եկեք այստեղ ավելացնենք այնինչ բանավոր ասացինք։ Կարող է լինել սրանցից որևէ մեկը։ Շատ լավ։ Տեսեք, այստեղ մենք նկարագրում ենք քայլերից հետո ինչպիսի իրավիճակ է լինում։ Ահա, իսկ ներքևում այն իրավիճակներն են, որոնք պահանջվում է գտնել որոշակի քայլեր անց, արդյոք հնարավոր է առհասարակ, թե ոչ։ Դե ինչ կարող ենք անել։ Նկատենք, որ ամեն քայլի քանակների վրա մենք կատարում ենք փոփոխությունը մեկով, կամ մեկով ավելացնում ենք, կամ մեկով պակասեցնում ենք։ Եվ ամենասկզբում ունենք 15, 21 և 29 քանակները։ Իհարկե այստեղ պետք էր օրինակ փնտրել, որովհետև տեսականորեն կարող ենք սկզբում ասել, դե ամեն քայլի կենդանիների քանակը մեկով է քչանում, ուստի կարող ենք ինչ-որ պահի ունենալ հետևյալ իրավիճակը՝ մի կենդանի մեզ մոտ մնա։ Բայց իրականում ոչ, որովհետև եկեք հասկանանք ինչ է կատարվում, ինչու ոչ։ Որովհետև եթե մենք ամեն քայլի փոփոխում ենք կենդանիների քանակը մեկով, կամ մեծացնում ենք, կամ փոքրացնում ենք, նշանակում է, եթե սկզբում բոլորը եղել են կենտ, մի քայլ հետո բոլորը կլինեն զույգ։ Սա շատ կարևոր է։ Քանի որ ամեն քայլի կենդանիների քանակը փոխվում է մեկով,
կամ մեծանում է, կամ փոքրանում, էական չէ։ Ապա զույգությունը նույնպես փոխում են միաժամանակ։ Ահա, ամեն քայլի կփոխան իրենց զույգությունը։ Ահա, եւ կփոխեն հենց այդ զույգությունը միաժամանակ։ Այսինքն բոլորը կենտ-կենտից 1 քայլ անց կդառնան զույգ։ Դրանից հետո պարտադիր կդառնան կենտ։ Եվ այսպես շարունակ։ Ուստի քանակները միշտ կլինեն նույն զույգության։ Ահա, նույն զույգության, հետևաբար, եկեք սրա անունը դնենք աստղանիշ, աստղանիշը հարցն է, կարող է լինել սրանցից որևէ մեկը և իրավիճակները նկարագրող այս կտորը, հետևաբար, աստղանիշը լինել չի կարող։ Ուստի այս խնդրի համար մեր պատասխանն է, քանի որ հարցը կարող է արդյոք, պատասխանն է ոչ, չի կարող։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Դե նախ պետք էր նկարագրել, նորմալ կետառ-կետ գրել այստեղ ինչ է կատարվում, հենց մեկը այն էր, որ քանակները այսպես առանձին պատկերել, դրանից հետո յուրաքանչյուր այս 3 պնդումները պատկերել հետևյալ կերպ, հասկանալ թե ինչպես են քանակները փոխվում եւ որ դեպքում է փոխվում եւ հետո հասկանալ հարցը ինչ է մեզնից ակնկալում, ինչ պատասխան է ակնկալում եւ իրավիճակը ինչ է ակնկալում, որպեսզի լինի անտառում մնալ 1 կենդանի ասվածը այն է, որ լինի կամ 1 գայլ, կամ 1 առյուծ, կամ 1 այծ, իսկ մնացածից 0-ական, այսինքն այս իրավիճակներից որևէ մեկը։ Հետո պետք է ուղղակի ամեն քայլի հասկանալ ինչ է կատարվում։ Մենք նկատեցինք, որ ամեն քայլի կենդանիների քանակը 1-ով է փոխվում։ Ուստի տեսականորեն կարող է այդպիսի իրավիճակ լինել, բայց նկատեցինք այլ փոփոխություն նրանց քանակների մեջ։ Բոլորից կենտ քանակությամբ ունեինք ու յուրաքանչյուրի քանակության վրա մենք 1-ով էինք ազդում, կամ 1-ով մեծացնում էինք, կամ 1-ով փոքրացնում էինք, ուստի նրանք իրենց զույգությունը փոխում էին ու դրան հավելելով միաժամանակ էին փոխում իրենց զույգությունը ու սկզբում էլ բոլորը դրան ավելացրած կենտ էին, այսինքն եթե սկզբում բոլորը կենտ էին ու միաժամանակ զույգություն են փոխում ամեն քայլի, հետևաբար հաջորդ քայլին բոլորը կլինեն զույգ, դրա հաջորդ քայլին բոլորը կենտ եւ այդպես շարունակ։ Իսկ իրավիճակը, որը պահանջվում է գտնել ամենավերջում, որը պահանջվում է որպեսզի լինի ամենավերջում, այն է, որ երկուսը լինեն նույն զույգության, իսկ մեկը այլ զույգության, ինչը չի կարող լինել, որովհետև մենք սկզբում նշեցինք, որ բոլորը միշտ պետք է լինեն նույն զույգության։ Հետևաբար, իրավիճակը, որը պահանջվում էր ակնկալել, հնարավոր չէ այս դեպքում, ուստի մեր պատասխանն էր տվյալ խնդրի համար ոչ։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։